Որտեղ պետք է նայել։ Արևձեզ սիրելի եթերում նորանտապանն է և ինչպես միշտ Լոս Անջելեսի ժամանակով ժամը 23:00-ին և Երևանի ժամանակով առավոտյան ժամը 11-ին մենք օրեր եթերում սկսում ենք մեր հաղորդումը, իսկ դա նշանակում է, որ հաղորդման ընթացքում դուք կարող եք մեզ զանգահարել 818-967-533 հեռախոսահամարով Լոս Անջելեսից և 060-35-11-27 հեռախոսահամարով Երևանից։ Ասեմ նաև, որ դուք կարող եք ձեր հարցերը, մեկնաբանությունները թողնել մեր Facebook-յան և YouTube-յան էջերում։ Մենք միշտ ուշադիր ենք ձեր մեկնաբանությունների նկատմամբ, անպայման կարդում ենք, անհրաժեշտության դեպքում արձագանքում և ընդհանրապես համարում ենք, որ մեր հետադարձ կապը այն ամենակարևոր արժեքն է, որը մենք ձեռք ենք բերել այս հաղորդումների ընթացքում։ Հետադարձ կապ, որը ցույց է տալիս ձեր հետաքրքրվածության աստիճանը, այս կամ այն թեմայի վերաբերյալ, այն, որ դուք մեզ զանգահարում և առաջարկում եք և թեմաներ, և հյուրեր, սա խոսում է միայն այն մասին, որ մենք փորձում ենք էլ ավելի մոտ կանգնել ձեզ և փորձել պատասխանել ձեզ հետաքրքրող հարցերին։ Հաղորդումը սկսելուց առաջ խոսել հովանավորների մասին, ուզում եմ շնորհակալություն հայտնել ABC հեռուստաընկերությանը և անձամբ Վրեժ Աղաջանյանին, որը որ հնարավորություն է տվել մեզ փաստորեն այս հեռուստակամուրջները ABC եթերով հեռարձակելու։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը Connect to Communication ընկերությանը, որը ապահովում է այս ամբողջ տեխնիկական կապը, և ուզում եմ ասել նաև, որ մեր հաղորդումները ունեն նաև ձեր հովանավորության կարիք։ Խնդիրն այն է, որ ունենալով եթեր, ունենալով տեխնիկական ապահովում, առանց դրամական միջոցների մուտքի, մեզ համար դժվար է շարունակել հաղորդաշարը և ես դիմում եմ ձեզ, իմ սիրելի հեռուստադիտողներին, որպեսզի նրանք իրենց հնարավորությունների չափով, իրենց ցանկության չափով օժանդակեն հաղորդաշարերին։ Դրա համար մենք նորանտապանի սայթում mt.am սայթում բացել ենք հացուկ կոճակ, որտեղ ուրեմն դրված է donation, հովանավորություն, որի միջոցով դուք կարող եք մտնել և ձեր ցանկացած գումարով օժանդակել մեր հաղորդաշարերի կազմակերպմանը։ Ինչի համար մենք շատ շնորհակալ ենք։ Եվ այսպես ես ներկայացնեմ այսօրվա մեր հյուրերին։ Այսօր մեր տաղավարում հյուր են փաստաբաններ Արայիկ Մատիկյանը և Միգրան Եգորյանը։ Դուք այս փաստաբաններին երևի լավ գիտեք, նրանք պաշտպանում են Սասնա Ծռերի և Ժիրայր Սեֆիլյանի շահերը և մենք այսօր փաստաբանների հետ փորձելու ենք հասկանալ, թե ինչպես է ընթանում դատավարությունը։ Իհարկե, մամուլը անդրադառնում է այս դատավարություններին տարբեր ձևերով, նշում է ամենականությունների մասին, որոնք որ լինել են այս ընթացքում, սակայն ասեմ նաև, որ ուրեմն որքան էլ մամուլ անդրադառնա, երևի առաջին ձեռքից մեզ ավելի հեշտ կլինի այսպես զրուցել և իմանալ այն, ինչ կատարվում է դատարանում։ Առաջին հարցը երևի պարոն Պապիկյանին, ինչն է առավել այսպես աղաղակողը, որ անհանգստացնում է փաստաբաններին, որոնք ժամանակ առ ժամանակ, այդ թվում նաև նորանտապանում հանդես են գալիս ասուլիսներով և բողոքում են արդարության մեր ներկա համակարգի և դատական ատյանների դեմ։ Պարոն Պապիկյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Եթե ընդհանուր գծերով փորձեմ անդրադառնալ, թե ինչու ենք մեր դժգոհությունը մենք արտահայտում, ապա դատավարությունը, որը ընթանում է երկու մեզ քաջ հայտնի գործերով և Սասնա Ծռերի դատավարություններով և հատկապես Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների վերաբերյալ դատավարություններով մենք ըստ էության դատավարություն կամ արդարադատություն չենք իրականացնում։
այն ամբողջ գործընթացը, որը տեղի ունենում դատարանում, այդ գործերով դատավարության ընթացքում, իսկ Սեֆիլյանի գործով դատավարությունը մենք գրեթե ավարտական փուլին ենք հասել, շուտով հավանաբար կսկսվի դատական վիճաբանությունները, ակնհայտ դարձավ, որ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը չունի որևէ իրավաբանական, իրավական կամ փաստական հիմքեր, դա քաղաքական հետապնդում է եւ ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունները քաղաքական հետապնդման են ենթարկում, առերևույթ ձևացնելով, որ դա օրենքի շրջանակներում է, թեև դա իրականությանը չի համապատասխանում, այդպիսով նրանք ուզում են չեզոքացնել կամ վնասազերծել այն քաղաքական միավորին, որը մշտապես բարձրացրել եւ ներկայումս էլ բարձրացնում է այն անարդար վիճակը, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում եւ բնականաբար նման քաղաքական միավորին պետք է բոլոր միջոցներով զրկել, հնարավորինս զրկել արտահայտվելու եւ կարծիք ներկայացնելու եւ դատավարությունը ինքնին այն գործընթացը, որը տեղի ունենում, ինքնին վկայում է, որ նրանք իրենց քաղաքական եւ իրենց գաղափարական պայքարի մեջ իրապես ճիշտ էին, ինչը հաստատվում է նաեւ ընթացող օրենքից դուրս դատավարության ժամանակ։ Ես կարծում եմ, որ ընդհանուր գծերով այսպես կարող եմ ներկայացնել, ընթացքում բնականաբար այս հայտարարության կամ այս պնդման վերաբերյալ մենք իմ գործընկերոջը ավելի մանրամասը կներկայացնենք նաև։ Պարոն Բաբիկյան, խնդիրն այն է, որ Ժրայր Սեֆիլյանի քաղաքական պայքարի մասը դա քաղաքականություն է։ Այո։ Ժրայր Սեֆիլյանը չի մեղադրված քաղաքական որևէ ուրեմն գործողությունների համար։ Ինքը մեղադրվում է քրեական իրավախախտումների մեջ։ Եւ ձեր գործընթացը որպես փաստաբանների ապացուցելն է, որ իրավական դաշտում այստեղ կամ կա հանցակազմ կամ չկա, դուք պիտի պաշտպանեք ձեր պաշտպանյալին։ Հիմա դուք անընդհատ խոսում եք նրա մասին, որ դատավարության այս կամ այն փուլը դատավորի այս կամ այն գործողությունը ապացուցում է, որ սա ոչ մի իրավական հիմք չունի, այլ զուտ քաղաքական այսպես հետապնդման օրինակ է։ Ես կուզենայի մեր հեռուստադիտողներին այսպես մատչելի ինչ-որ օրինակների կամ ինչ-որ բաների ձևով դուք ցույց տաք, որ իրավական մասով ակնհայտորեն խախտվում են իրավական նորմերը։ Եվ ըստ էության ես ասեմ, որ դատավարությունների մեջ իրավական նորմերի խախտվելը այսպես այնքան էլ նոնսենս չէ, հենց դրա համար են, որ գոյություն ունեն երևի հաջորդ ատյանները, որպեսզի հնարավոր լինի բողոքարկել ոչ այնքան իրավական մոտեցումները։ Բայց ես կուզենայի հասկանալ, եթե այդքան աղաղակող է դատավորի վարքագիծը կամ դատավորի գործողությունը, միթե ինչու դրան համապատասխան արձագանք չի լինում նույն, ասենք, ձեր փաստաբանական, ասենք, հանրության կողմից, իրավաբանների կողմից, չէ՞ որ դատավարությունը այնքան կարևոր է, այնքան ուշադրության կենտրոնում է, որ բոլորն էլ մամուլում կարդում են այս դատավարության ընթացքի մասին։ Ես որպեսզի ավելի պարզ մատչելի ներկայացնեմ, թե ինչու սա այս գործընթացը, դա քաղաքական գործընթացը եւ իրավաբանության հետ աղերս չունի, մեկ ամենապարզ օրինակը մինչ օրս անց է կացվել Սեֆիլյանի եւ մյուսների գործով 29 դատական նիստեր։ Այդ նիստերից որևէ մեկի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը հնարավորություն չի ունեցել որևէ կերպ արտահայտվի։ Անձը, ում պետությունը մեղադրում է քրեական մեղադրանքի առաջադրել, այդ անձը որպես կանոն ցանկացած ժամանակ, դատավարության ցանկացած ժամանակ իրավունք ունի արտահայտվելու, իր դիրքորոշումը հայտնել, տվյալ պահին քննարկվող հարցի վերաբերյալ, հարցեր ուղղել վկաներին, ապացույցների վերաբերյալ իր դիրքը, այսինքն ինքը օրենքով վերապահված, թե ըստ ուրեմն ընթացը այսպես ավանդույթի, որը ձևավորվել է դատավարում։ Դա օրենքով է սահմանված, դա երաշխավորված է եւ սահմանադրությամբ եւ եվրոպական համաձայնագրով։ Ժիրայր Սեֆիլյանը այդ օրենքից չի կարող օգտվել, քանի որ դատարանը թույլ չի տալիս նրան արտահայտվելու։ Բառացիորեն արգելում է արտահայտվել։ Գևորգ Սաֆարյանի դեպքում 1-2 դեպք եղավ, երբ նա այսպես թույլ տվեց, բայց դա էլ ըստ դատարանի հայեցողությամբ էր շատ ավելի հաճախ,
նույն սահմանափակումը կիրառում էր նաև Գևորգ Սաֆարյանի նկատմամբ եւ պարոն Երգորյանը ավելի մանրամասն դրա վերաբերյալ կներկայացնի, բայց այն փաստը, որ նրանց արտահայտվելու իրավունքը զրոյացվել է դատարանի կողմից, ինքնին վկայում է, որ մենք գործ չունենք քրեական իրավունքի հետ։ Այդ դեպքում դատավորը, եթե ինչ-որ բան չի թաքցնում կամ ինչ-որ բանի չի խուսափում, ինչու թույլ չի տալիս անձին արտահայտվել։ Չէ՞ որ մենք ես ինքս էլ բազմաթիվ անգամ հայտարարել եմ, սա քաղաքական հետապնդում է, քաղաքական պատվեր է, եւ եթե դուք ունեք, հարգելի դատարան, եթե դուք ունեք բավարար ապացույցներ իրավունքի առումով, քրեական իրավունքի առումով, բավարար ապացույցներ ունեք եւ կարող եք իրավաբանորեն հիմնավորել այն արարքը, ինչում դուք փորձում եք մեղադրել, ապա ինչու եք խուսափում նրան թույլ տալ ի պաշտպանություն իրեն փաստարկներ ներկայացնելուց։ Միայն այս փաստը արդեն ինքնին ես էլ չեմ խոսում մնացած խախտումների մասին։ Ընդհանրապես այս գործով, հատկապես այս գործով կարելի է շատ դիպուկ ներկայացնել հետևյալ բառերով. քաղաքական դատավարության ժամանակ Հայաստանում պաշտպանվելու իրավունքը արգելված է, ինչը նոնսենս է բնականաբար, բայց մեզ մոտ այդպես է եւ դա հենց շատ ցայտուն դրսևորվում է Սեֆիլյանի ու մյուսների գործով։ Անձը չի կարողանում արտահայտվել։ Ինչ պաշտպանության մասին։ Ինչպես չի կարողանում արտահայտվել։ Ինչու են արգելում նրան արտահայտվել։ Դատարանը յուրովի է մեկնաբանում իրավիճակը եւ անձի իրավունքը արտահայտվելու նա միշտ վկայակոչում է, որ դուք օրինակ պարտավոր եք կանգնած խոսել, արտահայտվել այն դեպքում, երբ դատավարության մյուս մասնակիցները կարող են նստած տեղից իրենց դիրքորոշումը հայտնել։ Դատարանը ինչ որ ժամանակ առ ժամանակ որոշ անձանց, ում եւս մեղադրանքներ առաջադրված այդ գործով թույլ է տալիս նստած տեղից արտահայտվելու, դիրքորոշում հայտնելու, կարծիք հայտնելու, ցուցմունք տալու։ Սեֆիլյանի դեպքում դա բացառված է։ Սույն դատավորը պարզապես իր դեպքում երկու զգուշացում կատարելուց հետո նրան դահլիճից հեռացնում է։ Մյուսների դեպքում դատարանը այդպես չի վարվում։ Հետևաբար մենք չենք կարող ասել, որ դա արդարադատություն է։ Չի կարող դատարանը այդպիսի վարքագիծ դրսևորել, նա հավանաբար հրահանգը այնպիսին է, որ Սեֆիլյանը դատարանում չարտահայտվի, որովհետև նրան ազատությունից զրկելը այս նպատակ ուներ սահմանափակել կամ առավելագույնս սահմանափակել, որպեսզի նա եւ նրա համախոհները չկարողանան իրենց քաղաքական գաղափարախոսությունը ներկայացնել հանրությանը։ Անձի սահմանափակելով դա գործունեությունը ըստ էության խաթարեցի։ Հիմա նաեւ արտահայտվելու իրավունքից են զրկում։ Պարոն Եգորյան, կիսում եք արդյոք ձեր գործընկերոջ կարծիքը, որ ձեր պաշտպանյալները փաստորեն հնարավորություն չունեն արտահայտվելու, թե այնուամենայնիվ կա ինչ-որ տարբերակ արտահայտվելու, բայց ինչ-որ սկզբունքների հիման վրա, ինչ-որ սկզբունքային դիրքորոշում որդեգրելով, ասենք նույն կանգնած կամ նստած պատասխանելը գերադասվում է դատարանում ըստ էության արտահայտվելու իրավունքից։ Շատ լավ, ես փորձեմ ձեր մինչ այդ բարձրացած հարցերի կապակցությամբ եւս հնարավորինս համապարփակ խնդրի հիմնական առանցքային հատվածները ներկայացնել։ Տեսեք, ունենք ըստ էության մի քանի գործեր, որոնք խմբավորված են տարբեր դատարաններում, տարբեր ֆորմալ գործերի մեջ։ Խոսքը Սասնա Ծռերի մի քանի առանձնացված գործերն են, ընդ որում նույն խմբի մասնատված գործերը, խոսքը դեռևս 2015 թվականի ապրիլի 24-ի հետ կապված այդ 100-ամյակն առանց ռեժիմի կապակցությամբ հարուցված գործը եւ դրա կապակցությամբ մեղադրանքը, որը մի մասով փաստորեն Ժիրեյ Սեֆիլյանի եւ Գևորգ Սաֆարյանի առաջադրված եւ քննարկվում է այս գործով, մյուս մասը Սասնա Ծռերի երկու գործերով ներգրավված տարբեր անձանց է առաջադրված։ Ունենք Ժիրեյ Սեֆիլյանի մյուս գործը, այդ հայտնի ավտովթարի արդյունքում հայտնաբերված զենքերի գործը եւ հիմնական սկսենք հիմնական կասկածելի խնդիրներից, որոնք որ թույլ են տալիս խոսելու այն մասին եւ դատողություններ կառուցելու այն հարցի շուրջ, որ
տվյալ գործընթացը իրականում քողարկված է պատշաճ իրավական գործընթացի, այսպես ասած, ատրիբուտներով, բայց իրական նպատակը, հետապնդվող նպատակը ամեն գնով կոնկրետ մարդկանց նկատմամբ հաշվի արդար տեսնելն է, առնվազն սահմանափակելով նրանց ազատությունը։ Ընդ որում ազատություն դրան լայն իմաստով, ինչպես ազատության մեջ գտնվելու, այնպես էլ գործելու եւ խոսելու ազատությունը։ Դա հատկապես ընդգծված էր դեռևս 15 թվականի ապրիլի 24-ի գործով, երբ այս խմբին մեղադրանքներ առաջադրվեցին ասուլիսների, թռուցիկների եւ հարցազրույցների ընթացքում ռեժիմը հեռացնելու, ռեժիմը փոխելու, դրանից ձերբազատվելու կոչերի եւ դրա կապակցությամբ տարբեր զանգվածային գործողությունների համար։ Կոչեր գործողությունների ծրագիր, որը մեծ հաշվով տվյալ դեպքում կոնկրետ փաստերի վրա հիմնված, ես կարող եմ ասել, որ գրեթե բոլոր քաղաքական կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցիչների կողմից, սկսած դեռևս 90-ականների սկզբից, ընդ որում ավելի խիստ երանգներով եւ ավելի միգուցե մտահոգիչ արտահայտություններով կատարվել են եւ կատարվում են եւ կատարվելու են, բայց բացի Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհների ու հիմնադիր խորհրդարանի համախոհների ուրիշ ոչ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվում։ Այդ կոչերը դիտարկվում են որպես զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հանցակազմ։ Մի կողմից նայում եք, դա պետության կողմից ներկայացված իրավական գործընթացն է, մյուս կողմից նայում եք բովանդակությունը եւ հասկանում, որ այս գործընթացը կոնկրետ խմբի նկատմամբ կոնկրետ դիրքորոշման կապակցությամբ հարուցված հետապնդում է։ Ընդ որում նմանատիպ իրավիճակում Ժիրայր Սեֆիլյանը եղել է նաև նախկինում եւ ձեզ կարծում եմ հայտնի է, որ 2006 թվականի այդ ձերբակալման եւ կալանավորման կապակցությամբ արդեն իսկ արկա է Եվրոպական դատարանի որոշում, որով որ Ժիրայր Սեֆիլյանի իրավունքների խախտում է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կողմից։ Նույն սցենարը հիմա է կրկնվում, ժամանակի խնդիր է առանձին հարցերը Եվրոպական դատարանին հասցեագրելու հարցը։ Մյուս կողմից դատավարությունը մեկնարկեց եւ հենց սկզբից եւ հետ մենք բախվեցինք խնդիրների, որոնք էին խնդիրները։ Նախ գործը մասնատվեց առանց դրա համար անհրաժեշտ իրավական, քրեադատավարական հիմնավորումների։ Ըստ էության եւ դա բավական շատ քննարկվեց, որ դա արվել է ուղղակի գործը տեխնիկապես քննելու նպատակահարմարություններից ելնելով, ինչպիսի հնարավորություն քրեական դատավարություն չի նախատեսում։ Այդ հիմքով չի կարող մեկ գործը մասնատվել մի քանի դատավարությունների մեջ, որ ինչա թե դատավորը իրան հարմարավետ զգա այդ խմբի դատավարությունը կազմակերպելիս։ Սա երկուս։ Երրորդը փաստաբանների նկատմամբ ճնշումները, փաստաբանների լիազորություններն ու գործունեությունը խոչընդոտելուն ուղղված պետության գործողությունները, խոզարկությունների հետ կապված, դահլիճ չթույլատրելու հետ կապված, սրանք ոչ այլ ինչ են, քան ուղղակի եւ ակնբախ ցուցիչներ նրա, որ թե խմբի, թե այս մարդկանց պաշտպանելու հանդգնություն ունեցած իրավաբանների, փաստաբանների նկատմամբ ընդգծված հետապնդում է իրականացվում, ինչու որովհետև երբեք մինչ այդ նման իրավիճակ տեղ չի գտել մեր իրականության մեջ։ Երբեք նման խնդիր չի դրվել եւ այս դեպքում եւս այդ խնդրի բացակայության պայմաններում արհեստական խոչընդոտներ էին ստեղծում փաստաբանների համար, ինչի արդյունքում նիստերը մոտավորապես 4-5 ամիս զգզգվեցին։ Բարեբախտաբար եւ կամ
ամեն դեպքում համակարգված գործողությունների արդյունքում փաստաբանների այս խնդիրը ինչ-որ չափով լուծվեց, դատարանները տեսնելով, որ հնարավոր չէ այսպես շարունակել, այս հարցում առնվազն տեղի տվեցին, ընդհանուր մինչև կառավարության որոշում կայացվեց համապատասխան միջոցներ հատկացնել դատական դեպարտամենտին, որպեսզի տեղադրվեն այդ սարքերը եւ փաստաբաններին չխուզարկեն։ Սա մի խնդրեմ, սա ինչ-որ չափով լուծվեց։ Մյուս խնդրեմը դատական նիստերից մարդկանց հեռացման խնդիրներ, հա, մեղադրվող մարդկանց հեռացման խնդիրներ։ Հեռացնում էին, ինչպես իմ գործընկերը նշեց, խոսելու համար, հայտարարություն կատարելու համար, առարկություն ներկայացնելու համար, որոնք որ դատավարական իրավունքի էական բաղադրիչներ են եւ արդար դատաքննության իրավունքի էական բաղադրիչներ են, առանց որոնց արդար դատաքննություն չի կարող տեղի ունենալ։ Այս հայտարարությունների, առարկությունների, դիրքորոշումների ներկայացման իրավունքի սահմանափակման միջոց ընտրվեց նրանց դատարան դահլիճից հեռացնելու տարբերակը։ Հետագայում, որպեսզի շատ չխորանամ իրավական հիմքերի մեջ, ես ուղղակի այն ինչ-որ տեսանելի է ցանկացած մեկին ներկայացնում, դրա հակասականության գնահատման արդյունքում դու կարող եք դատողություններ անել։ Հետագայում դատարանները հետ կանգնեցին իրենց իսկ այսպես կոչված շատ իրավական եւ համաչափ որոշումներից եւ հիմա արդեն դատավորի փոփոխության արդյունքում իսկ Ժիրայր Սեֆիլյանի գործով նույն դատավորի պարագայում դիրքորոշումը վերանայվեց։ Հիմա արդեն չեն հեռացնում այդպիսի պարզունակ պատճառաբանությունները, ուղղակի նախազգուշացում են կիրառում։ Սա էլի ոչ այլ ինչ է, քան ցուցիչ նրա, որ մինչ այդ բացարձակ այլ նպատակով էր իրականացվում սահմանափակումը, քան օրենքով նախատեսված է։ Հիմա հասկացել են, որ դա փակուղի է եւ փոխել են մարտավարությունը։ Մյուսը փաստաբանների նկատմամբ կիրառվող սանկցիաների հետ կապված։ Ուղղակի արդեն եթե չեմ սխալվում 100-ից ավել է այս փաստաբանների խմբի նկատմամբ դատարանի կողմից կիրառված սանկցիաները, հարուցված կարգապահականներ, որոնց հիմքը մեղմ ասած բացակայում է իրավական հիմքը։ Սա մյուս ցուցիչը նրա, որ ընդգծված ազդեցություն է փորձում պետությունը գործել այս խմբի նկատմամբ։ Մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի գործով ես ուզում եմ ասեմ, որ ուշադրության արժանի է դատավորի տարբերակված մոտեցումը Ժիրայրի եւ Գևորգի նկատմամբ համադատավորության մյուս մասնակիցների եւ նրանց նկատմամբ կայացվող որոշումների ուրեմն հակասականությունն է շատ ակնբախ։ Մի դեպքում օրինակ Գևորգ Սաֆարյանին կամ Ժիրայր Սեֆիլյանին կարող է դատավորը հարց տալ եւ ունկնդրել այդ պատասխանը նստած լինելու պարագայում։ Մյուս դեպքում դատարանը նախագահ դատավորը կարող է որոշել, որ այս պահին արդեն ինքը չի ցանկանում ուզում է սահմանափակի, նրանց հետագա հայտարարություններն ու խոսքը չի ունկնդրում նստած դիրքից։ Մեկ այլ իրավիճակում որոշում է, որ այս հարցի համար պետք է հեռացնի, ասենք Գևորգ Սաֆարյանին կամ Ժիրայր Սեֆիլյանին, մեկ այլ իրավիճակում որոշում է, որ չէ, ես չեմ հեռացնում, որովհետև հիմա դա ինձ համար կարևոր իրավիճակ է, ես այս հարցը պետք է պարզեմ։ Մեկ այլ իրավիճակում, ասենք Գևորգ Սաֆարյանը կամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարում են, որ մենք հեռանում ենք, որովհետև այս մեր իրավունքների խախտումները չենք կարող հանդուրժել եւ սա որպես առարկության նշան, քանի որ դուք չեք թույլատրում առարկությամբ հանդես գալու, մենք հեռանալու միջոցով ենք դա անում, դատարանը որոշում է, որ հեռանալու համար է հեռացնում, այս դրսևորումները, ինչպես դուք մեկ այլ հարցի շրջանակների մասիկ, հենց նոնսենս են։ Դրանք դատավարական խախտումներ չեն։ Դրանք նոնսենս են, որովհետև դրանց կայացման համար բացակայել է փաստական իրավական հիմքը։ Շատ լավ։ Մենք հիմա դուրս կգանք կարճատև դադարի, մնացեք մեզ հետ, սիրելի հեռուստադիտողներ, որից հետո կշարունակենք մեր զրույցը։
Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ եթերում Նոյան Տապանն է։ Մենք ուղիղ եթերում զրուցում ենք փաստաբաններ Արայիկ Պապիկյանի եւ Տիգրան Եգորյանի հետ։ Մեր զրույցի հիմնական թեման Սասնածռերի եւ Ժիրայր Սեֆիլյանի գործերով դատավարությունների ընթացքն է, որտեղ փաստաբանները մեզ հիմնավորում են, որ այդ դատավարությունների ընթացքում խախտվում են տարական իրավաբանական նորմերը եւ փաստորեն դա հնարավորություն չի տալիս, որպեսզի իրենց պաշտպանողները պաշտպանվեն։ Ես հիշեցնեմ, որ դուք կարող եք մեզ զանգահարել, հարցեր ուղղել մեր փաստաբաններին Լոս Անջելեսից 818-967-5321 հեռախոսահամարով, Երևանից 060 35 11 27 հեռախոսահամարով, ձեր մեկնաբանություններն ու դիտողությունները թողնել մեր Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Պարոն Եգորյան, ես կուզենայի դուք շարունակեք ձեր միտքը կապված այդ դատավարական նորմերի խախտումների հետ։ Պարզապես ես ուզում եմ հասկանալ հետևյալը։ Եթե դատավորը օգտվում է որոշակի հնարավորություններից, որոնք տալիս է դատավարության կարգը, թեկուզ եւ յուրովի մեկնաբանելով այդ հնարավորությունները, ինչու պաշտպանական կողմը նույնատիպ մոտեցում չի տալիս հարցերին եւ չի անում բոլոր հնարավորը, որպեսզի իրենց պաշտպանյալների ցանկությունները, մտքերը, արտահայտությունները այնուամենայնիվ արտահայտվեն եւ ոչ թե ընկնեն որոշակի սանկցիաների տակ, սա մեկ։ Եվ երկրորդը ես ուզում եմ հասկանալ ձեր ռազմավարությունը որպես դատապաշտպանների։ Դուք փաստորեն ուզում եք ցույց տալ, որ ձեր պաշտպանյալները որպես քաղաքացիներ իրավական նորմեր չեն խախտել եւ պետք է ազատ արձակվեն, թե դուք փորձում եք այս process-ը այսպես դարձնել նրանց համար քաղաքական ամբիոն, որպեսզի նրանք եւս մեկ անգամ կարողանան հանրությանը ներկայացնել իրենց քաղաքական տեսակետները։ Շատ լավ։ Ձեր հարցը չափազանց տրամաբանական է, բայց այդ տրամաբանության համար անհրաժեշտ է հենք, որը պետք է լինի այդ հենքը խաղի կանոններ, դատավարության կանոններ, այո, հենց խաղի կանոններ, որոնք որ կհարգվեն այդ խաղի բոլոր մասնակիցների կողմից։ Ամբողջ մեղքն այն է, որ դատավորը ոչ թե օգտվում է դատավարական հնարավորություններից եւ իրավունքից, այլ ինքը առաջնորդվում է իր ցանկություններով, ինչպես դատավարության ընթացքում է արտահայտում է հաճախ, ասելով որ դատարանը չի ցանկանում անել սա կամ անել այն, այնինչ դատարանը չի կարող ցանկանալ կամ ոչ, դատարանը առաջնորդվում է օրենքով եւ անհրաժեշտությամբ, բայց այս մեր դատավորը երիտասարդ Տաթևիկ Գրիգորյանը չի կարողանում դատավորին պատշաճ եւ վայել կեցվածքով գոնե քողարկել իր կամայականությունները, ինքը հենց այդպես էլ արտահայտում է։ Որն է խնդիրը։ Այն դեպքերում, երբ Ժիրայր Սեֆիլյանը կամ Գևորգ Սաֆարյանը փորձելով օգտագործել հենց այդ դատավարական հնարավորություններն ու իրավունքները փորձում են իրացնել իրենց հայտարարություն, առարկություն կատարելու իրավունքը եւ երբ դատավորը որոշում է դրանք սահմանափակել, նա ուղղակի համարում է այդ ընթացքում արտահայտված խոսքը որպես դատավարությունը խաթարող, խոչընդոտող աղմուկ, հենց այդպես էլ արտահայտվում է դատավորը եւ հեռացնում է այս մարդկանց։ Այսինքն չկա որևէ հնարավորություն օգտագործելու այդ հարթակը նույնիսկ դատավարական իրավունքներն իրացնելու համար, ես դեռ չեմ խոսում քաղաքական ամբիոն դարձնելու մասին։ Իհարկե մեր պաշտպանյանները ցանկանում են արտահայտել իրենց դիրքորոշումն, իրենց ներկայացված մեղադրանքի կապակցությամբ, քանի որ դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական գործունեության, հասարակական քաղաքական գործունեության կապակցությամբ առաջադրված մեղադրանք։ Տեսեք, Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը եւ մյուսները, որոնք արդեն մյուս դատավարության շրջանակներում են անցնում, բայց նույն մեղադրանքը եւս նրանց է առաջադրված։ Մեղադրվում են այն բանի համար, որ հարցազրույցներ են տվել, ասուլիսներ են տվել, հանդիպումներ են ունեցել քաղաքացիների հետ հավաքների միջոցով եւ նախապատրաստել են զանգվածային անկարգություններ
եւ որպես ապացույց այդ հանցագործությունը կատարելու մեղադրանքի մեջ հիմքում դրված է նրանց այդ ասուլիսներն ու հարցազրույցները, որտեղ նրանք ասում են, որ այս ռեժիմից պետք է օր առաջ, ժամ առաջ ազատվել։ Հայտարարություն, որը շատ ավելի խիստ եւ շատ ավելի բացասական երանգներով ու արտահայտություններով կատարել են բազմաթիվ քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչներ, հասարակ քաղաքացիներ եւ կամ ուղղակի դժգոհ ինչ-որ սուբյեկտներ։ Բայց ոչ մեկ չի մեղադրվում այս հարցի մեջ։ Հիմա երբ այս մարդիկ փորձում են այս հարցի կապակցությամբ ներկայացնել բացատրություն, ցուցմունք, դիրքորոշում, թե որն է իրենց այդ ասուլիսների, հանդիպումների, հարցազրույցների ժամանակ արտահայտած միտքը, դրա պատճառը, դրա միջոցները իրագործման, դատավորը չի ցանկանում լսել դրանք եւ չի թույլատրում դրանք լսել։ Վերջին օրինակը Գևորգ Սաֆարյանի ցուցմունքը, երբ որ Գևորգ Սաֆարյանը բավական հետաքրքիր եւ խորը դիրքորոշումներ էր ներկայացնում Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր ձևավորված այն քաղաքական խնդիրների մասին, որոնց դեմ իրանք հիմնադիր խորհրդարանը փորձում է հայտ է ներկայացրել պայքարելու, ի վերջո ծայրահեղ մեծ ջանքերի եւ ես նույնիսկ զարմանում եմ թե ինչպես հաջողվեց այդ մի կես ժամը խոսել Գևորգ Սաֆարյանին, բայց նիստն ավարտվեց աշխատանքային ժամն ավարտվելու պատճառաբանությամբ եւ հաջորդ օրը արդեն այդ խոսքը, որը կիսատ էր մնացել, շարունակելու հնարավորություն դատավորը չընձեռեց։ Դուք միջնորդեցիք, մերժվեց։ Ինձ այդ օրը հատուկ չթողեցին նիստերի դահլիճ ընդհանրապես։ Շատ զարմանալի է, պատճառաբանեցին, որ այ դուք ձեր պայուսակը զանգ է արձակում, թեև այս դատարանում այդպիսի խնդիր չէր եղել, ես միշտ այդ պայուսակով մուտք եմ գործել, այդ օրը ինձ չթողեցին, Գևորգ Սաֆարյանի հարցաքննությունը համարեցին ավարտված, նրա նկատմամբ հեռացման սանկցիա կիրառեցին, հաջորդ օրը ինձ նույն պայուսակով, չէ, հաջորդ օրը երկու պայուսակով թողեցին հանգիստ մտա եւ շարունակվեց արդեն դատավորությունը առանց Գևորգ Սաֆարյանի։ Այս օրինակները ծայրահեղ ակնհայտ են ցանկացած մեկի համար։ Հիմա այս իրավիճակում մենք բնականաբար չենք հանդիսանում մեր վստահորդների քաղաքական ինչ-որ հայտարարությունների կամ քաղաքական ամբիոնի վերացման պրոցեսում այսպես ասած աջակցություն ցուցաբերող փաստաբաններ։ Մենք մեր պրոֆեսիոնալ աշխատանքն ենք կատարում նրանց դատավարական իրավունքների ապահովման համար, որոնց շրջանակներում նրանք կարող են անդրադառնալ իրենց առաջադրված մեղադրանքի ցանկացած հարցի։ Բայց էսա պրոբլեմը, որ դա հնարավոր չի, քանի որ դատարանը չի գործում օրենքով։ Այս դատավարությունը ընթանում է առանց կանոնների։ Համեցեք, իհարկե։ Եվ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գևորգ Սաֆարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում, ինչպես իմ գործընկերը նշեց, նրանց հրապարակային ելույթներն են։ Այսինքն դրանով են մեղադրվում, որը հարյուրավոր, տասնյակ հազարավոր անձին ավելի վատ կամ վտանգավոր պայմանական ասեմ ելույթները չեն հետապնդում։ Մեղադրանքի հիմքում դրված այդ ապացույցները դատախազությունը մեղադրանքի կողմը բերել է դատարան։ Եվ պատկերացրեք իրենց բերած ապացույցների հետազոտման ժամանակ եւ դրանք պիտի ներկայացվեն որպես այդպեսին, անգամ այս ապացույցներից մեր երկու ելույթ, որը հետազոտվեց, Գևորգ Սաֆարյանի ելույթը եւ Ժիրայր Սեֆիլյանի, դատարանը, նաեւ բնականաբար մեղադրանքի կողմը հասկացան, որ իրենք այդ մեղադրանքները ներկայացնելով ակամայից հրապարակում են այդ անձանց քաղաքական խոսքը, որը իրենք թույլ չեն տալիս Գևորգ Սաֆարյանին կամ Ժիրայր Սեֆիլյանին։ Իրենց արտահայտվելու, այո։ Այո, իրենց թույլ չեն տալիս, բայց քանի որ դրանք ապացույցների հիմքում կային, դրանք պիտի ներկայացվեր, հետազոտվեր։ Եվ դատարանը մի քանի փորձ կատարեց պաշտպանական կողմին, այսպես ասեմ, համոզելով, որ դրանք չհետազոտենք։ Մենք առարկեցինք, որ ոչ, դրանք մեղադրանքի մաս են կազմում, եւ դա դուք եք ներկայացնում։ Հետազոտենք, որպեսզի մենք էլ հասկանանք։ Ամենաարտարոցը նա է, որ որոշեցին, որ մեղադրանքի այդ մասը, որը բերել է դատախազությունը, այսինքն պետությունը, դադարեցնենք հետազոտելը
Հետագայում եթե պաշտպանական կողմը կարիք կունենա, կմիշտորդի, որ դրանց եւս մեկ անգամ անդրադառնանք։ Այսինքն բավական չէ, որ մեզ թույլ չտվեցին մեր պաշտպանական ապացույցները, եթե կարելի է ասել այսպես, մենք ներկայացնենք։ Դատանում սահմանափակեցին նաև անգամ իրենց վերած ապացույցները։ Մեղադրական կողմի վերածը։ Շատ լավ, պարոն Պապիկյան, մենք եւս մեկ անգամ պիտի դուրս գանք Կարճատև դադարի, մենք հեռախոսազանգեր ունենք, որոնք սպասում են ձեր պատասխաններին, ես կհորդորեմ մեր հեռուստադիտողներին մնալ գծի վրա, իսկ հիմա Կարճատև գովազդային դադար։ Ձեր բարեկամներ, հիշեցնեմ եթերում Նոյան Տապանն է եւ մենք ուղիղ եթերում զրուցում ենք փաստաբաններ Արայիկ Պապիկյանի եւ Տիգրան Եգորյանի հետ։ Դուք մեզ կարող եք զանգահարել 818-967-532 հեռախոսահամարով Լոս Անջելեսից եւ 060 35 11 27 հեռախոսահամարով Երևանից։ Ասեմ, որ մենք հեռախոսազանգեր ունենք եւ ես առաջարկում եմ գոնե մեկ հեռախոսազանգ ընդունենք, չնայած այն ինչ որ դուք հայտնում եք երևի ավելի կարեւոր է մարդկանց յազեկելու համար, բայց փորձենք ուրեմն նաեւ լսել հեռուստադիտողների կարծիքը այս ամբողջի նկատմամբ ինչ կատարվում է եւ դրանից հետո միայն մենք կշարունակենք մեր զրույցը։ Բարև ձեզ, դուք եթերում եք, այո, այո, լսում ենք ձեզ։ Հարցը հետևյալն է, ունեք արդյոք դատավորը փոխելու իրավասություն։ Շնորհակալություն զանգի համար։ Կարող մի քանի հարց հավաքենք եւ դրանց բոլորին անդրադառնանք։ Կարող ենք այդպես, բայց ավելի լավ է ուրեմն այս հարցին պատասխանենք, ես հիմա փորձեմ եւս մեկ հեռախոսազանգ ընդունել այդ դեպքում։ Այո, լսում ենք։ Բարև ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ,
թույլտվեք իր հրաշմունքը եւ հմարությունը հայտնել բոլոր սասնաձևերի, Սեֆիրյանի եւ միշտ բոլոր իրավաբաններից, որոնք հերոսական պայքար են մղում, իսկապես հրբարբանում են ձեզանով, ես այստեղ Ամերիկայում բանը 3 իրավաբաններ ունեմ, որոնց հետ միասին երբեմն լսում ենք եւ տեսնում ենք ձեր հերոսական պայքարը անհավասար մարդերում։ Ես շաբաթօրը հայ-ամերիկյան իրավաբանների միության անդամների հետ էի խոսում, գոչի հետ կապակցությամբ, որ իրավաբանները գոչերին անում ժողովրդի օգնությունն են ուզում պաշտպանվելու համար, այսինքն ձեր կոլեգաները։ Ուրեմն հարցրեցի, որ ինչով իրենք կարող են մասնակցել կամ բան, այդ դեպքերին ասեցին, որ արդեն նոր իրենք ելույթ են ունեցել հերոստալիկով, հարցազրույցիցերով, մոտ կես ժամ, եւ բնույթակրել են, որ այս թագավարությունը քաղաքական թագավարություն է եւ ոչ թե քրեական։ Ուստի չգիտեմ, եթե ստացակ որևէ ուղիղ ասկի առաջ կարդեմ ստացել եք իրենց մեծուգը ցեզի, հիմա նոր եթե ստացել եք որևէ հայտարարություն կամ քրություն այ ամերիկյան իրավաբանների միության մեծուգը ցեզի։ Այս է հարցս։ Շնորհակալություն Հարություն։ Կամ ինչի պետք ունեք։ Այո։ Փորձենք պատասխանել հարցերին, առաջինը դատավորի փոփոխության հարցն է, երկրորդը ինչի կարիք ունեք հայ-ամերիկյան իրավաբանների միության օժանդակության։ Դատավորի փոփոխության միակ դատավարական հնարավորությունը դա ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելն է, որը նույն դատավորն է գնում եւ քննում, այդպիսի միջնորդություններ այս դատավարության ընթացքում բազմիցս ներկայացվել են, բայց էլի քանի որ խնդիր է դրված ոչ թե արդար դատաքննության իրավունքն ապահովելու, այլ ամեն դեպքում, այսպես ասած, դատապարտելու եւ դատապարտումն ապահովելու, այս դատավորին չեն կարող փոխել եւ ինքն էլ ինքնաբացարկ չի ընդունում։ Այսինքն փաստորեն չունեք այդպիսի Չկա, արդյունավետ միջոց չկա։ Սա ինքնաբացարկն է, որը ոչ մի գնով չի ընդունվում։ Եվ ամենևին էլ նշանակություն չունի ինքնաբացարկի ինչ հիմք ենք ներկայացնում։ Առաջին նիստից, ինչպես իմ գործիքը նշել, մենք ներկայացել ենք դեռ մինչև դատավարությունը սկսելը արդեն մեզ համար պարզ էր, որ դատավորը չի տիրապետում իրավիճակին եւ սա արդար դատաքննության մասին խոսք չկա այստեղ, բազմաթիվ անգամ ներկայացրել ենք, սակայն ինչպես նշվեց, չկա խաղի կանոններ մեզ համար առնվազն հասկանալի ընկալելի եւ ամեն ինչ որոշում է դատավորը իր սուբյեկտիվ ընկալմամբ կամ այն իշխանական, քաղաքական պատվերի շրջանակներում։ Տեսեք, եթե կարելի է ավելի հստակ ու ավելի ցայտուն օրինակ բերեմ, հա, այս նկարագրած իրավիճակը իր հերթին։ Հիմա մենք հասել ենք ըստ էության ամփոփիչ փուլ, երբ մենք պետք է լրացնենք դատաքննությունը։ Դա ինչ process է, ասենք Ամերիկայում մի քիչ ուրիշ է այդ process-ը, դա ըստ էության այն process-ն է, երբ պաշտպանվող կողմը կարող է բերել իր ապացույցները։ Դատարանին ասում է, այ SSS տեղերից վերցրու այս ապացույցները, SSS մարդկանց կանչիր որպես վկա, սրանք իմ վկաներն են, իմ ապացույցներն են, ես պաշտպանվում եմ այս ամենով։ Մինչ այդ դատախազությունն է բերում իր ապացույցները մեղադրանքի։ Հիմա այս process-ում մեր բոլոր միջնորդությունները ապացույց ձեռք բերելու, վկա հարցաքննելու, դատարանը մերժում է։ Դատավորը ուղղակի մերժում է, այսինքն որևէ գործիք, զենք, որը մենք պետք է օգտագործենք այդ զենքերի հավասարության սկզբունքի շրջանակներում եւ մեր պաշտպանության համար, մեր վստահորդների, դատարանը մեզ չի տալիս։ Եվ այս պարագայում եւս այս դատավորը չի պատկերացնում եւ չի համարում, որ ինքը խախտում է որևէ իրավունք եւ պետքա ընդունի ինքնաբացարկը։ Չկա որևէ այսպես ասած sensible բան։ Ինչ որ գոնե ձևական հիմքեր չունեն։ Բացարձակ, չի կարող մերժել գոնե ձևական հիմքով կամ որևէ հիմքով պաշտպանական կողմի վկա հարցաքննելու միջնորդությունը, որը պետք է ծառայի պաշտպանության համար։
Դա նույն բանն է, Դուք օրինակ կարող եք այդպեսի բերել, որ դուք այո, առաջարկել եք եւ դատարանը մերժել է, ասենք նախորդ նիստին մենք մի քանի վկաների միջնորդություն ենք ներկայացրել, որոնք որ պետք է տային տեղեկություններ այն մասին, որ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գևորգ Սաֆարյանը իրականում չեն նախապատրաստել եւ որևէ առնչություն չեն ունեցել անկարգություններ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու հարցին։ Ընդհանրապես, այս վկաների միջնորդությունը մերժվեց։ Էլի եմ ասում, դա նույն բանն է, որ խնդրում եմ մեր հերոստատողներին եւ ինձ ներկայացրեք, ինչ հիմքով մերժվեց, ինչ ասեց դատավորը, որ հրաժարվեց ձեր առաջարկած վկային հրավիրել դատարան։ Միջնորդությունը հիմնավոր չի։ Դատավորը շատ կարճ է ասում, միջնորդությունը հիմնավոր չէ, մերժել։ Ես մեկ միջնորդության մասն եմ, եթե դուք պետական։ Կներես, ըստ էության, միջնորդությունը հիմնավոր չին, նշանակում է, որ դատավորը արդեն հիմնավոր է համարում առաջադրված մեղադրանքը եւ կարիք չունի այդ մեղադրանքը գնահատելու համար այլ ապացույցների ձեռքբերման, որովհետեւ այս փուլում, երբ որ դու միջնորդություն ես ներկայացնում, ասում ես, այս վկան պետքա հակառակի մասին ցուցմունք տա, այն ինչ որը պետք է հակակշռի դատախազի ասածին, եւ դատավորը ասում է միջնորդությունը հիմնավոր չի, նա որևէ հիմք չունի այդպեսի։ Լավ, ներողություն, իսկ որ դեպքում դատավորը կարող է ասել միջնորդությունը հիմնավոր չի։ Կա այդպիսի դեպք։ Կա։ Օրինակ, եթե ենթադրենք մենք ասենք, որ մենք խնդրում ենք, ասենք, այս դատարանի կողքի խանութի վաճառողուհուն կանչեք, որովհետև երեք ես այնտեղից սուրճ եմ առել, լավը չէր, հարցաքննենք, տեսնենք ինչու է։ Իսկ մեղադրանքի հետ չկապված հարցերով, մեղադրանքի եւ պաշտպանությանը չառնչվող հարցերով միջնորդությունները կամ օրինակ այնպիսի միջնորդություն, որն ուղղված է գործում արդեն իսկ արկա ապացույցի ձեռքբերմանը կամ ինչ որ այնպիսի գործողությունների, որոնք գործում արկա ապացույցները արդեն իսկ ապացուցում են բավարար չափով, բայց ոչ այս դեպքում պաշտպանության վկային չհարցաքննելը դա պաշտպանության իրավունքից զրկում է, ոչ թե խախտում։ Շատ լավ, մենք մեկ անգամ եւս պետք է դուրս գանք կարճատև դադարի, որից հետո փորձենք ամփոփել մեր հաղորդումը։ Հերոստատիտողներին, որոնք զանգել են, ես տեսնում եմ, որ զանգերը շատ են, հորդորում եմ մնալ գծերի վրա, մենք կաշխատենք պատասխանել բոլոր զանգերին։ Teapot Bakery and Cafe, բազմազան խմորեղենների տեսականի, հարսանեկան, ծննդյան եւ այլ առիթների համար արվեստի շնչով պատրաստված տորթերի լայն ընտրանի, յուրաքանչյուր այցելուին յուրահատուկ սպասարկում, Teapot Bakery and Cafe, երբ քաղցրավենիքը համեմվում է արվեստով եւ երբ ճաշակը, որակը եւ պրոֆեսիոնալիզմը միախմբվում են, արդյունքն ակնհայտ է։ Teapot Bakery and Cafe, համեղ կարգանդակներ, ինչպես նաեւ հարսանեկան եւ այլ առիթների համար քեյթրինգ ծառայություն։ Հասցեն 1427 West Glenox եւ Sonora, Teapot Bakery and Cafe։ Եթե անկարող եք աշխատել ձեր հիվանդության պատճառով, դիմել եք հիվանդության թոշակի եւ մերժվել, ապա զանգահարեք Aslan & Associate ընկերություն, որն ավելի քան 22 տարի զբաղվում է Social Security հիվանդության թոշակների հարցերով։ Որևէ վճարում չի պահանջվում մինչև кейսի շահելը։ Ես Հիլդա Ախնազարյանը կարող եմ օգտակար լինել ձեզ որևէ տան գնման, վաճառքի եւ տան ֆայնանսինգի դեպքում։ Եթե ունեք equity ձեր տան վրա, cash out refinance-ի միջոցով կարող եք ստանալ առավել գումար նոր տուն գնելու նպատակով։ Ցածր տոկոսները ձեզ առիթ է տալիս, որպեսզի իջեցնեք ձեր տան ամսավճարը։ Եթե ձեր FICO score-ը ցած է մինչև անգամ 580, կարող եք ստանալ FHA financing ընդամենը 3.5% down payment-ով։ Apartment building-ի cash out մինչև 75% loan to value առանց tax return ներկայացնելու։ Անվճար pre-qualification-ի համար զանգահարեք ինձ Հիլդա Ախնազարյանին 818 445 4835։ Նորաբաց բուրգերիմը առաջարկում է շատ համեղ համբուրգերի տեսակներ՝ բանջարեղենով, սալմոնով, ոչխարի եւ տավարի մսով, ինչպես նաեւ աղցաններ ձեր քիմքին եւ ճաշակին հաճելի։ Հավաքույթների համար ընտիր տեսականի եւ հիանալի սպասարկում։ Ցանկության դեպքում այս ամենը կարող է հայտնվել ձեր բնակարանում։ Free delivery։ Հասցեն 1350 East Colorado Glendale։ Համեցեք։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք փաստաբաններ
Արայիկ Պապիկյանի եւ Տիգրան Եգորյանի հետ, որոնք ներկայացնում են Սասնածռերի եւ Ժիրայր Սեֆելյանի շահերը դատարանում։ Մենք խոսում ենք դատավարության ընթացքի մասին, բայց ես կառաջարկեմ եւս սկսենք հեռախոսազանգերի ընդունումից։ Բարև ձեզ, դուք եթերում եք, խնդրում եմ հնարավորին չափ կարճ ձևակերպեք հարցերը, որպեսզի հնարավոր լինի պատասխանել։ Հարցումս այս է, սփյուռքահայությունը ինչպես կրնա օգտագործել նման բարականեր։ Շատ լավ, հասկանալի կարճ հարցեր, ինչպես սփյուռքահայությունը կարող է օգտակար լինել նման պարագաներում։ Ընդհանրապես հանրությունը ինչպես կարող է օգտակար լինել նման դատավարական կանոնների պարագայում, ինչ գործողություններ պիտի արվեն, որպեսզի օգտակար լինեն։ Ուզում եք մենք եւս մեկ հեռախոսազանգել ընդունենք։ Բարև ձեզ, դուք եթերում եք, խնդրում ենք համառոտ շարադրեք հարցը։ Ողջունում եմ ձեր հաղորդումը։ Իրանց տակտիկան դուք չեք կարծում, որ էսա դատապաշտպաններին հոգնեցնել, իսկ ձերբակալվածներին մաշեցնել կամաց, բայց կարծեմ դուք չեք հոգնի երբեք այս պայքարից, իսկ ինչ որ վերաբերվում է դատավորին փոխելը, էդի Ամերիկայում կարաս անես, Հայաստանում եթե 10 հատ էլ դատավոր փոխեն, դատավորի ձեռքը չի էդի, վերևից հրահանգներ կան, որ ամեն գնով նրանց չարդարացնել, կամաց մաշացնել։ Թեկուզ ասենք դուք առաջարկեք դատավոր փոխել, նոր եկած դատավորը կարծում եք, որ նույն բանը չի անելու ինչ որ անցած դատավորը։ Ձեր կարծիքի ինչ է այս մասին, ձեր ժամանակը քիչ է, չեմ ուզում երկար խոսել, ողջունում եմ ձեր պայքարը, նրանք ազգային հերոսներ են, ամեն ինչ պետք է անենք, որ նրանք ազատվեն։ Բարի գիշեր ձեզ։ Շնորհակալություն ձեր զանգի համար, երկու հարց ունենք, փորձենք պատասխանել։ Ուրեմն ինչ կարող է անել Սփյուռքը եւ հանրությունը այսպիսի դատավարության ընթացքում, սա մեկ, եւ ձեր կարծիքը դատավորների մասին Հայաստանի։ Ես շատ կարճ փորձեմ պատասխանել, հա։ Հա, լավ, իսկ դրսի։ Ինչ վերաբերում է Սփյուռքի աջակցությանը, ապա յուրաքանչյուր ոք Սփյուռքահայերի մասն խոսքը բնականաբար ինքը պիտի վստահեմ եւ շատեր հենց այդպես են ընդունում, որ սա մեր բոլորիս հայրենիքն է եւ բոլոր այն կապերը, հարաբերությունները, շփումները, որոնք կա, դրանք պիտի շատ ավելի ակտիվ գործուն ձևով ցուցաբերվեն Հայաստանում բոլոր ոլորտներում, այդ թվում նաեւ արդարադատությունում իսկապես օրինականություն հաստատելու առումով, այսինքն իրենց ներդրումը ցանկացած ձևով պիտի ուղղված լինի նաեւ հենց դրան Հայաստանի տարբեր մակարդակների իշխանությունների հետ հարաբերություններում պիտի այս խնդիրը միշտ բարձրաձայնվի։ Շատ կարճ անդրադառնամ նրան, արդյոք մեր ուժերը այսպես հա չի ջլատվում, հավաստիացնում են, որ ոչ, կոնկրետ այս գործերով հաստաբանները, մեր բոլոր պաշտպանյանները, նրանք իսկապես նրանք գաղափարական մարտիկներ են իրենց դաշտում, քաղաքական դաշտում, փաստաբանները իրավական հարթությունում եւ այստեղ ուժերի ջլատվելու խնդիր չկա, բնականաբար շարունակելու ենք պայքարը եւ մենք հասկանալով, որ դատավորի փոփոխությամբ իրականում ոչինչ չի փոխվելու, քաղաքական պատվերի շրջանակներում չի կարող անձի փոփոխությամբ խնդիրը լուծվել։ Շարունակենք պայքարը, եթե մենք ցավոք սրտի Հայաստանում չկարողանանք հասնել արդարադատության, ապա միջազգային նացիաներում միանշանակ այդ խնդիրը կբարձրացնենք։ Եթե կարելի ես շատ կարճ ասեմ, ինձ համար շատ փոխկապակցված են այս երկու հարցերը։ Մենք շատ ոգևորող, շատ սթափ եւ շատ կոնկրետ դիրքորոշումներ ենք լսում եւ դա իսկապես ոգևորող ու ուժ ներշնչող է եւ սա հենց այ ինչով կարող է օգնելի պատասխանի բաղադրիչը ինքնին կապը հետաքրքրվածությունը մի հաճախականության վրա գտնվելը հասկանալի ընկալելի ու մտահոգ լինելը ամենաէական գրավականն է բոլոր տեխնիկական եւ այլ խնդիրների լուծման այնպես որ մենք շատ շնորհակալ ենք այս ուշադրության եւ ամենակարևորը մեր գործունեության ընկալման եւ
շատ սթափ գնահատման համար, սա մեզ համար իսկապես ոգևորող է, մեր կողմից մենք ասենք, որ հաստատ չենք հոգնի, իսկ դատավորին փոխելու մասով ուղղակի հիասքանչ գնահատական է դա, լիարժեք արտացոլում է այն ինչ կա իրականություն է, դատավորի փոխելով հարց չի լուծվի, բայց դա ընթացակարգային հարցեր են, որ մենք պետք է սպառենք։ Թե չէ միանշանակ է, որ կոնկրետ այս գործերով կապ չունի, կարա դատավոր չլինի էլ մեծ հաշվով ու չկա էլ։ Ես ուզում եմ շնորհակալություն ձեզ հայտնել մեր տաղավար գալու համար եւ այս մեկնաբանությունների համար։ Ուզում եմ հաղորդման վերջում եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր հովանավորներին, Վրեժ Աղաջանյանին, ABC հեռուստաընկերությանը եւ Connect2 ընկերությանը։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ մեր դիտողները կարող են մեզ հովանավորել մտնելով մեր վեբկայք եւ սեղմելով donation կոճակը։ Հաջողություն, մինչեւ նոր հանդիպումներ։